փող ունի գին եւ փողը երբեք անվճար չի վաճառվում։ Ինչ է կարևոր վարկ վերցնելուց ժամանակի ընթացքում ավտոմեքենան մաշվում է, հնանում է եւ ի վերջո կորցնում է իր սկզբնական արժեքի զգալի մասը։ Ողջույն սիրելի ունկնդիրներ, այսօր կխոսենք տարբեր վարկատեսակների մասին։ Յուրաքանչյուր էպիզոդում ներկայացնում ենք բարդ ֆինանսական հասկացություններ եւ տալիս գործնական խորհուրդներ։ Շնորհակալություն եմ հայտնում Արարատ բանկին քաղաքացու ֆինանսական գերագիտությունը կարևորելու եւ մեր նախաձեռնությունը հովանավորելու համար։ Բանկի աջակցությամբ մենք կարողանում ենք տրամադրել որակյալ կրթական բովանդակություն, որը կօգնի ձեզ կայացնել խելացի ֆինանսական որոշումներ։ Շարունակեք հետևել Պարզից Պարզ ոդքասթին, որպեսզի միասին կարողանանք կառուցել ֆինանսապես ավելի գրագետ հասարակություն։ Բարանորթագրվեք, սեղմեք զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր պարբերական հաղորդումները։ Այսօր կանդրադառնանք շատերին հետաքրքրող մի թեմայի, մասնավորապես տարբեր վարկատեսակներին։ Ինչպիսի վարկեր են տրամադրում բանկերը, վարկային կազմակերպությունները, որ վարկը որ իրավիճակում է պետք վերցնել եւ ընդհանրապես որ իրավիճակներում է նաեւ պետք խուսափել վարկերից։ Այսպես առաջինը անդրադառնանք սպառողական վարկին։ Ինչ է իրենից ներկայացնում սպառողական վարկը։ Սպառողական վարկը իրենից ներկայացնում է անհատական կամ կենցաղային նպատակներով ձեռք բերվող վարկային միջոցներ, մասնավորապես կենցաղային տեխնիկա, բուժում, ճամփորդություն, այլ նմանատիպ ձեռքբերումներ ֆինանսավորելու համար, երբ որ չկա նախապես խնայված միջոցներ նման տիպի համեմատաբար մեծ վճարումներ կատարելու համար։ Այս վարկերը տրամադրվում են հիմնականում բոլոր բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից, որոշները ավելի մասնագիտացված են։ Այս վարկերը սովորաբար տոկոսադրույքի առումով ամենաթանկ վարկերն են։ Որոշ դեպքերում, երբ որ դրանք ավելի փոքր են, միկրովարկեր են կամ կենցաղային վարկեր են, նաև տոկոսները կարող են շատ ավելի բարձր լինել, քան ընդհանրապես տարածված տոկոսները, եւ նման դեպքեր մեր շուկայում ունեցել ենք։ Մյուս թերությունը նրանում է, որ ուշացնելու դեպքում, որ բավականին տուժեր կարող են գանձվել, ինչպես նաև վարկերը եւ սպառողական վարկեր եւ ցանկացած վարկ բնականաբար պահանջում է եկամուտի աղբյուր, որպեսզի կարողանանք սպասարկել այդ վարկերը։ Սպառողական վարկի մի տարատեսակ կարելի է համարել, այսպես ասած, ապառիկ գնումը։ Ապառիկ գնման դեպքում, թեև մենք գնումը կատարում ենք առևտրի կետում, հաճախ կարիք է լինում ձևակերպել ֆինանսավորման կամ վարկավորման պայմանագիր բանկի կամ վարկային կազմակերպության հետ, որը մեզ տրամադրում է համապատասխան միջոցները ապառիկ գնում կատարելու համար։ Ապառիկ վարկերի դեպքում պետք է ուշադրություն դարձնել տոկոսներին, որոնք երբեմն թաքնված են լինում գների մեջ, այսինքն պատահում են առաջարկներ 0% ապառիկ, 0% կանխավճար եւ այլն, բնականաբար փող ունի գին եւ փողը երբեք անվճար չի վաճառվում։ Բանկերը եւ ֆինանսական կազմակերպությունները զբաղվում են փողի առք ու վաճառքով, դրա համար բնական է, որ տոկոսներ լինելու են եւ ինչպես կարելի է իմանալ որքան է տոկոսները, որպես կանոն առաջին պարզ հայացքով դժվար կլինի ստույգ տոկոսադրույքը հաշվել, դրա համար պետք է կազմել որոշակի ժամանակացույց եւ կատարել հաշվարկ կամ պետք է պահանջել փաստացի տոկոսադրույքի վերաբերյալ տեղեկատվություն։ Որպես վարկատեսակ նշենք հիպոթեկային վարկերը, թե դրանց մասին առանձին հանգամանալից հաղորդում ենք ունեցել եւ նորից բոլոր դետալներին չենք անդրադառնա։ Նշենք, որ հիպոթեկային վարկը դա կյանքի ամենակարևոր որոշումներից մեկը կարող է լինել, քանի որ այն գումարով մեծ է եւ երկարաժամկետ է, մոտավորապես 20 տարի եւ նույնիսկ հնարավոր է այսօրվա դրությամբ ավելի երկար, հետեւաբար պահանջում է շատ ավելի լուրջ վերլուծություն, ծանրութեթև հաշվարկներ եւ բարդ որոշումներ կայացնելու հետ կապված մոտեցումներ։ Մեծությամբ տանից կամ բնակարանից հետո երևի հաջորդ կարևոր
գործարքը, որ մենք կյանքում կատարում ենք, դա ավտոմեքենայի ձեռքբերումն է, որի համար եւս գոյություն ունեն վարկեր, այսպես ասած, ավտովարկեր։ Բնականաբար ավտովարկերը ավելի կարճ ժամկետով են եւ հիմնական առանձնահատկությունը մեքենա ձեռք բերելու եւ բնակարան կամ անշարժ գույք ձեռք բերելու միջև կայանում է նրանում, որ այս գույքերը կամ ակտիվները ըստ էության էապես տարբեր են։ Ժամանակի ընթացքում ավտոմեքենան մաշվում է, հնանում է եւ ի վերջո կորցնում է իր սկզբնական արժեքի զգալի մասը, ի տարբերություն անշարժ գույքի, որը թեև շատ երկար ժամկետում կարող է մաշվել, բայց ընդհանրապես անշարժ գույքը իր արժեքը չի կորցնում մի քանի տարիների մեջ եւ հնարավոր է, որ ընդհանուր շուկայի զարգացման, տնտեսության զարգացման հետ մեկտեղ անշարժ գույքի արժեքները, գները բարձրանան եւ հաճախ անշարժ գույք մենք ձեռք ենք բերում ոչ միայն բնակվելու համար, այլ հնարավոր է նաեւ որպես ներդրում, հաշվի առնելով հենց երկու գործոններ, մեկը որ անշարժ գույքը կարելի է տալ վարձակալությամբ, բնականաբար մեքենան էլ կարելի է տալ վարձակալությամբ կամ օգտագործել բիզնեսի համար, բայց մյուս կարևոր հատկանիշ անշարժ գույքի դեպքում դա այսպես ասած արժեքի կամ գնի արժևորումն է, որը անկախ գործառնական եկամուտից տարիների ընթացքում կարող է ավելացնել մեր սկզբնական ներդրումը։ Ավտոմեքենայի վարկերը կարող են լինել ինչպես արդեն օգտագործած վարկերի համար, այնպես էլ նորերի, եւ որպես կանոն շուկայում լինում են տարբեր առաջարկներ, ֆինանսական կազմակերպությունները խրախուսում են ինչպես նոր, այնպես էլ նոր տեխնոլոգիաների, այսինքն մասնավորապես էլեկտրական մեքենաների ձեռքբերումները, որոնց դեպքում նաեւ կան որոշակի խրախուսական փաթեթներ կառավարության կողմից։ Ինչպես անշարժ գույքի, այնպես էլ ավտոմեքենայի վարկերը որպես կանոն մարվում են, այսպես ասած, անուիտետով։ Անուիտետը դա ֆինանսական հասկացություն է, որը նշանակում է հավասարաչափ վճարումների մոտեցում, այսինքն վարկ տվողը այնպես է հաշվում վարկի մարման ժամանակացույցը, որպեսզի յուրաքանչյուր ամիս մենք ունենանք հավասարաչափ վճարում։ Ինչով է դա առանձնահատուկ, յուրաքանչյուր ամիս մեր վճարումը բաղկացած է տոկոսագումարի վճարումից, ինչպես նաև մայր գումարի մարումից։ Բանաձևը անուիտետի թույլ է տալիս կատարել հաշվարկն այնպես, որ ամիս մենք վճարենք նույն գումարը, թեև ժամանակի ընթացքում այդ գումարի մեջ պակասում է տոկոսագումարի մասը եւ ավելանում է մայր գումարի հարաբերական կշիռը, բայց դա թույլ է տալիս կայուն եկամուտներ ունենալու դեպքում ունենալ նաև կայուն վարկերի վճարում եւ ամեն ամիս չմտածել, չհիշել ինչքան պետք է մարեինք։ Բանկի տեսանկյունից էլ դա եւս թույլ է տալիս կանխատեսելիություն, թույլ է տալիս որոշակի ռիսկերի զսպում, ինչպես նաև երկարաժամկետ կտրվածքով նույն ժամկետի պարագայում տոկոսագումարները մի քիչ ավել են կուտակվում, որը կախված է նրանից, որ մենք մայր գումար իրականում ավելի քիչ ենք վճարում այդ դեպքում։ Սպառողական այլ տիպի վարկերից են օրինակ ուսանողական կամ կրթական վարկերը, որոնք հիմնականում երիտասարդները վերցնում են կրթվելու համար։ Բնականաբար ուսումը մեր կյանքի կարևորագույն որոշումներից է եւ կարևորագույն ներդրումներից է մեր ապագայի մեջ։ Բնականաբար պայմանով, որ մենք մրցունակ շուկայական ժամանակակից լավ կրթություն ենք ստանում։ Ուսումնական վարկը իր հետ, ինչպես եւ մնացած վարկերը, առաջացնում են պարտավորություն, որը ուսանողը պետք է մարի ուսման ավարտից հետո սովորաբար, բայց տոկոսները կուտակվում են վարկի ձեռքբերման պահից սկսած։ Եվ նույնիսկ եթե մենք ուսումը դադարեցնում ենք, բնականաբար վարկը դրանով չի դադարում եւ պետք է շատ ուշադիր եւ պատասխանատու մոտենալ նման հարցերին։ Լայն իմաստով սպառողական վարկի մեկ այլ տեսակ է, այսպես ասած, overdraft-ը, որը ինքը
անգլերեն բառ է, overdraft նշանակում է մեր եղած սահմանաչափից այն կողմ կամ ավել։ Overdraft-ը սովորաբար տրամադրվում է բանկերի կողմից մեր վճարային քարտերի կամ աշխատավարձային քարտերի համար, այսինքն այն պարագայում, երբ մենք ունենք կայուն դրամական հոսքեր, բայց ինչ-ինչ դեպքերում կամ ինչ-որ պահերի այդ քարտերի վրա գումար չունենք, overdraft-ը թույլ է տալիս որոշակի սահմանաչափի մեջ ստանալ լրացուցիչ միջոցներ, որոնք մենք կվճարենք կամ ավտոմատ կվճարվեն աշխատավարձի կամ այլ եկամուտի փոխանցման դեպքում։ Overdraft-ը ի տարբերություն վարկային քարտերի, որոնք ավելի ընդունված են արևմուտքում, սովորաբար չի ունենում արտոնյալ ժամկետ, այսինքն այն պահից սկսած, որ մենք կօգտագործենք սահմանաչափը, օգտագործված մասի համար կուտակվելու են տոկոսներ, որոնք մենք պետք է վճարենք յուրաքանչյուր ամիս։ Եվ վերջում անդրադառնամ նաև առևտրային կամ բիզնես վարկին, որի վերաբերյալ թերևս առանձին հաղորդում կունենանք, քանի որ առևտրային կամ կոմերցիոն կամ բիզնես վարկը էապես տարբերվում է սպառողական տարբեր վարկերից, կրեդիտավորումից, քանի որ դա բիզնես իրականացնելու համար է վերցվում, դրամական հոսքերը եւ դրանց վերլուծությունը էապես տարբերվում են անհատական վարկերի, սպառողական վարկերի վերլուծությունից, երբ որ մենք նայում ենք կամ ֆինանսական կառույցը նայում է անհատի ֆիզիկական անձի եկամուտներին։ Բիզնեսի պարագայում բիզնեսները կարող են լինել փոքր միջին ձեռնարկություններ, նույնիսկ միկրո ձեռնարկություններ, մինչև ավելի միջին եւ խոշոր ընկերություններ, որոնց պարագայում վարկային վերլուծությունը եւ տարբեր իրականում վարկային գործիքները բազմազան են, առանձին մենք դրանց կարծում եմ անդրադառնանք, բայց բիզնեսները, ընկերությունները վերցնում են վարկեր սովորաբար աճի զարգացման համար, ինչպես օրինակ հիմնական միջոցներ, սարքավորումներ, անշարժ գույք, տեխնիկա ձեռք բերելու համար, այնպես էլ շրջանառող միջոցներում կատարվող ներդրումների համար, որոնք ըստ էության իրենցից ներկայացնում են վաճառվող ապրանքները, որոշ դեպքում ֆինանսավորվում են դեբիտորական պարտքերը եւ ընթացիկ այլ գործունեություն։ Եվս հակիրճ բիզնես վարկերի մասին փորձենք ամփոփել ընդհանուր վարկային պրոդուկտները։ Վարկային պրոդուկտները բանկերի եւ վարկային կազմակերպությունների կողմից առաջարկվող բավականին տարբեր են, սկսած փոքր կենցաղային տեխնիկա ձեռք բերելու կամ overdraft-ի տարբերակով վարկատեսակներից մինչև ուսման վարկեր, մինչև ավտովարկեր, մինչև հիպոթեկային վարկեր, որոնք բոլորը առնչվում են անհատին, ֆիզիկական անձին, եւ մյուս կողմից մենք ունենք առևտրային վարկավորում, բիզնեսի կամ կոմերցիոն նպատակներով տրամադրվող ֆինանսավորում, որը իրականում բազմաթիվ տեսակներ ունի եւ դրանց կանադառնանք մեկ այլ ժամանակ։ Ինչ է կարևոր վարկ վերցնելուց, պատասխանատու, պարտաճանաչ անհատը եւ ընկերությունը վարկը միշտ վերցնում են դա ժամանակի ընթացքում վերադարձնելու մտադրությամբ եւ վերցնում են կոնկրետ նպատակով կյանքը բարելավելու, կյանքի որոշակի ներդրումների կամ ընկերության տնտեսական գործունեության ներդրումների համար, որոնք եւս ենթադրում են արժեքի ավելացում, ավելացված արժեքից արդեն ձևավորվող եկամուտների միջոցով բանկի կամ վարկային կազմակերպության տրամադրած վարկի վերադարձ տոկոսագումարներով, որը ենթադրում է, որ ստեղծվող արժեքը պետք է ավելի շատ լինի, քան մենք տալիս ենք ֆինանսական կազմակերպությանը, եւ սա բիզնեսում ֆինանսական հարաբերություններում կոչվում է ֆինանսական լծակի էֆեկտ, երբ որ ընկերությունը ունենալով կայուն ֆինանսական հոսքեր, ունենալով տարիներով արդեն կայացած գործունեություն, ունենալով ներդրված սեփական կապիտալ, դրա դիմաց կարողանում է ներգրավել փոխառու կապիտալ եւ այդ փոխառու կապիտալով ել ավելի մեծ արդյունքների հասնել։ Երևի թե այսքանով սահմանափակենք վարկատեսակները, շնորհակալություն, որ հետևում եք մեզ, հաջորդիվ կխոսենք գրավի եւ երաշխավորությունների մասին։